Ճագար եղբայրը, նրա բարեկամներն ու թշնամիները։ Իշամեղվի բույնը։ Մի օր Աղվես եղբայրը կրյա եղբորը տեսավ ճանապարհովը սողալիս։ Ինքն իրեն միտք արավ. Ճագար եղբոր համեմատ կրյա եղբայրը գուցե շատ արագավազ է, իսկ ինձ համար արագավազ չէ։ Միտք արավ Աղվես եղբայրը, տուն վազեց ու ետ դարձավ մի տոպրակ ձեռքին։ Հետևի կողմից մոտ վազեց կրյա եղբորը, նրան տոպրակի մեջ գցեց, բերանն էլ ամուր կապեց։ Հետո տոպրակը շալակած, քառատրոփ տուն վազեց։ Կրյա եղբայրը շատ գոռաց, շատ բղավեց, ոչ մի օգուտ։ Աղվես եղբայրը տուն հասավ։ Կրյա եղբորը կախ տվեց անկյունում, տոպրակն էլ այնքան ամուր էր կապված։ Իսկ չեք հարցնում որտեղ էր ճագար եղբայրն այդ ժամանակ։ Ճագար եղբայրը նստել էր թփերի մեջ ճանապարհի եզրին։ Աղվես եղբորը տոպրակը շալակին տեսավ, թե չէ, ինքն իրեն հարցրեց. Տեսնես ում է գցել տոպրակը, Աղվես եղբայրը։ Հարցրեց, բայց ինչպես իմանար։ Տեսավ, որ ուրիշ ճար չկա, որոշեց, լավ կլինի հետևեմ Աղվես եղբորը ու իմանամ նրա տոպրակի միջինը ինչ է։ Ասելն ու անելը մեկ եղավ։ Ճագար եղբայրը ամենակարճ ճանապարհով վազեց մտավ Աղվես եղբոր բոստանը։ Հասավ, թե չէ, մի երկու ձմերուկ փշրեց, մի քանի տերև պոկեց, նույնիսկ ցանկապատը ջարդեց։ Այդքան կարճ ժամանակում ինչքան կարող էր վնաս տվեց։ Հետո վազեց ու Աղվես եղբորից էլ շուտ հասավ նրա տուն։ Պպզեց թփերի մեջ ու սպասեց։ Շուտով եկավ Աղվես եղբայրը տոպրակը շալակի։ Բաց արեց դուռը, պարկը կախ տվեց անկյունում, նստեց մի քիչ շունչ առնելու։ Աղվես եղբայրը նոր էր վառել ծխամորճը, երբ դռան մեջ երևաց ճագար եղբոր գլուխը։ Նա շտապ գոռաց. Աղվես եղբայր, այ Աղվես եղբայր, մի մահակ վերցրու, վազիր բոստանդ, շուտ արա, հասիր։ Հենց նոր այն կողմից անց էի կենում մի քանի մարդ տեսա բոստանումդ։ Գոռացի նրանց վրա, դե ինձ ով ուշադրություն կդարձնի։ Շուտ արա, շուտ, իմ պառավը հիվանդ է, ես տուն պիտի գնամ։ Իսկ դու շուտ արա, հասիր Աղվես եղբայր։ Թե ուզում ես ձմերուկների տերը մնաս, շուտ արա, վազիր Աղվես եղբայր, վազիր։ Ճագար եղբայրն ասաց, թե չէ, ծլկեց մտավ էլի նույն թփերի մեջ։ Աղվես եղբայրը վեր թռավ, ծխամորճը վայր գցեց, որտեղից որտեղ մի մեծ մահակ ճանկեց ու ինչքան ոտքերում նուշ կար, վազեց իր բոստանը։ Ճագար եղբայրն էլ հենց այդ էր ուզում։ Դուրս եկավ թփերից, մտավ տուն։ Նայեց շուրջը, տոպրակը գտավ, վայր բերեց, շոշափեց։ Հանկարծ ինչ-որ մեկի ձայնը լսեց. Վայ, հեռացիր, ինձ մենակ թող, ինձ ազատիր, վայ։ Ճագար եղբայրը վախից ետ ցատկեց։ Հետո ամեն ինչ գլխի ընկավ։ Ձեռքը ոտքին զարկեց, սկսեց ծիծաղել ու հետո ասաց. Եթե չեմ սխալվում, աշխարհում միայն մի մարդ կարող է այսպիսի աղմուկ բարձրացնել, կրյա եղբայրը։ Կրյա եղբայրը ուրախացած բացականչեց. Այդ դու ես ճագար եղբայր։ Այո, ինչ կա որ։ Շուտ արա, ինձ ազատիր։ Էս տոպրակի մեջ այնքան փոշի կա։ Կոկորդս լցվել է, աչքերս լցվել են, չեմ կարողանում շնչել։ Ազատիր ինձ ճագար եղբայր։ Դու ինձանից խելոք ես կրյա եղբայր, պատասխանեց ճագար եղբայրը։ Շատ խելոք։ Ինձանից էլ արագավազ ես։ Ես էլ արագ եմ վազում։ Իսկ դու միշտ ինձանից առաջ ես ընկնում։ Գլխի եմ ընկնում, թե ինչպես ես մտել տոպրակի մեջ, բայց չեմ հասկանում, թե ինչպես ես ինքդ քեզ կապել։ Կրյա եղբայրը ուզում էր բացատրել, բայց ճագար եղբայրը ծիծաղում էր։ Հետո նա արձակեց տոպրակի բերանը, կրյա եղբորը վերցրեց ու թփերի մեջ մտավ։ Դրանից հետո ճագար եղբայրը գնաց անտառ։ Մի անգամ այնտեղ իշամեղվի բույն էր տեսել։ Փեթակի փոքրիկ անցքը ձեռքով փակեց, այնպես որ իշամեղուները դուրս գալ չէին կարող։ Հետո փեթակը վերցրեց, տարավ Աղվես եղբոր տուն ու դրեց տոպրակի մեջ, կրյա եղբոր փոխարեն։ Բերանն էլ մի լավ կապեց, տոպրակը կախ տվեց անկյունում։ Չէ որ տոպրակը հենց այնտեղ էլ կախված էր։
բայց այդ դեռ քիչ էր։ Նա մի փայտ վերցրեց ու ձեռքերում ինչքան ուժ կար խփեց տոպրակին։ Փեթակը ջարդվեց։ Իշամեղուներն էլ շատ բարկացան, սկսեցին բզզալ։ Այս բոլորից հետո ճագար եղբայրը դուրս պրծավ, գնաց միացավ կրիա եղբորը։ Ուզում էին տեսնել, թե ինչ է դուրս գալու։ Մինչ այդ աղվես եղբայրը ետ եկավ բոստանից։ Նա շատ բարկացած դեմք ուներ։ Մահակով ուժեղ մի հարված հասցրեց գետնին։ Հասկանալի է, որ աղվես եղբայրը իր բարկությունը ուզում էր թափել խեղճ կրիա եղբոր գլխին։ Ներս մտավ, դուռը ծածկեց։ Ճագար եղբայրն ու կրիա եղբայրը ականջները սրեցին։ Սկզբում ոչինչ չէր լսվում։ Հետո հանկարծ մի սարսափելի ձայն լսեցին։ Աղվես եղբոր տանը կարծես կովերի մի ամբողջ նախիր կար։ Աթոռ էր, որ վայր էր ընկնում, սեղան էր, որ շուռ էր գալիս, էլ ափսե ու բաժակ չմնաց, որ չջարդվեր։ Մեկ էլ տեսան դուռը կրնկի վրա բացվեց ու աղվես եղբայրը իրեն դուրս գցեց։ Նա ոռնում էր, գոռում, կարծես սատանա էր հետևից ընկել։ Ոչ դրանից առաջ, ոչ էլ հետո, ոչ ոք այլևս այդպիսի բան չէր տեսել։ Որ ամպը դաշտ ու ձոր ծածկի, ինչ կլինի։ Այդպես էլ իշամեղուներն էին աղվես եղբոր շուրջ բոլորը փակել ամպի նման։ Միանգամից կծում էին ու խայթում էին ու կծում։ Թող աղվես եղբայրը հիմա հասկանար, թե ինչ բան է ցավը, տանջանքը։ Չէ՞ որ նա առաջ չէր հասկանում, գլուխը կորցրածի նման վազում էր տան շուրջը, թավալ էր տալիս գետնին։ Մեղուներն էլ կծում էին ու խայթում էին ու կծում։ Իսկ ճագար եղբայրն ու կրիա եղբայրը նստել էին թփերի մեջ, ծիծաղում էին ծիծաղում։ Այնքան ծիծաղեցին, որ քիչ մնաց պայթեն։ Ճագար եղբայրը մեկնվեց գետնին ու գոռաց. «Բավական է, կրիա եղբայր, բավական է։ Եթե մի քիչ էլ ծիծաղեմ, դու ստիպված ինձ շալակած տուն կտանես»։ Իշամեղուների հետ եղածը շատ լավ դաս էր աղվես եղբոր համար։ Դրանից հետո նա որոշեց խաղաղ ապրել ճագար եղբոր ու կրիա եղբոր հետ, ձեռք չտալ նրանց։ Հենց այս էլ ճագար եղբոր ուզածն էր։ Նա ցանկանում էր խաղաղ ապրել իր հարևանների հետ, նրանց հետ աշխատել, եթե իհարկե նրանք էլ ցանկանային ճագար եղբոր հետ աշխատել։ Բայց երբ բերքը հավաքելու ժամանակն էր, այնպես էր պատահում, որ աղվես եղբայրը, գայլ եղբայրը, արջ եղբայրը ամբողջը իրենք էին վերցնում։ Ճագար եղբորը ոչինչ չէին թողնում։ Ամեն կերպ խաբում էին նրան։ Իսկ երբ չէին կարողանում խաբել, նրա բաժինը զոռով էին խլում։ Այսպես շարունակվել չէր կարող։ Ճագար եղբայրը հոգնեց դրանից ու սկսեց մի քանի դաս էլ տալ այդ չար արարածներին։